Բարև ձեզ, հարցազրույցի տաղավարում այսօր զրուցելու եմ ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, պարոն Դանիելյան։ Փորձենք ամփոփել շաբաթը եւ սկսենք անվտանգային հարթությունում չդադարող խնդիրներից։ Ադրբեջանը հիմա էլ Նիկոլ Փաշինյանից ականապատ քարտեզներ է պահանջում։ Մենք գիտենք, որ նախորդած ժամանակահատվածում Փաշինյանը հանձնել է Ադրբեջանին որոշակի քարտեզներ, բայց պարզվում է դա Բաքվին չի բավարարում եւ նրանք էլի են ուզում քարտեզներ, նշելով, որ իրենց ձեռքի տակ գտնվող քարտեզները 400,000 ականներ են պարունակել, մինչդեռ ըստ նրանց խոսք է գնում 1.5 միլիոնի մասին այն տարածքներում, որը օկուպացված է այսօր թշնամու կողմից, այսինքն սա հերթական պահանջն է, 2 օր առաջ էլ Ալիևը էլի խոսել էր սահմանադրության փոփոխության մասին եւ Մինսկի խումբը լուծարելու մասին, եթե Հայաստանի իշխանությունը ուզում է ունենալ այսպես կոչված խաղաղության համաձայնագիրը, իրավիճակը մեկնաբանեք, փաստորեն հերթական անգամ այն զգուշացումները, որ չի դադարելու Բաքուն Փաշինյանից նոր պահանջների կատարում ակնկալել, այս անգամ էլ ճիշտ է դուրս գալիս։ Մենք ձեր տաղավարից բազմաթիվ անգամներ ասել ենք, որ Ադրբեջանը եղածով չի բավարարվելու եւ ամեն մի Ադրբեջանի բավարարված պահանջ ծնելու է նոր պահանջ։ Այսինքն այս գործընթացը թե ականապատ քարտեզների, թե այլ պահանջների անհատնելի է։ Եվ Ադրբեջանը գնում է մաքսիմալիստական մեթոդով պահանջելով անհնարին է, որ ստանա մաքսիմումը։ Հիմա գանք ականապատ քարտեզների թեմային, գիտեք, որ մի քանի անգամ Հայաստանը ականապատ քարտեզներ է տրամադրել Ադրբեջանին եւ Ադրբեջանը կարծեք թե մինչեւ այս ժամանակահատվածը այդ մասին չէր խոսում, չէր ասում, բայց հիմա պարզվեց, որ էլի նորից էլի պահանջներ ունի եւ սա կարծում եմ կապված է նրա հետ, որ Ադրբեջանը ամեն կերպ փորձում է Հայաստանի Հանրապետությունից կորզել ամեն ինչ, փոխարենը ոչ մի բան չտալով։ Մենք տեսանք այս ընթացքում նաեւ քարորիայի ժամանակ եւ նաեւ ուրեմն ազգային ժողովում հանձնաժողովի նիստերի ժամանակ մենք հարց ենք բարձրացրել թե արտգործնախարարին, թե ուրեմն Փաշինյան Նիկոլին, ասելով, որ այդ պահանջներից, որ Ադրբեջանը ամեն ինչ ստանում է, դուք մենք ինչ ունենք ստանալիք, որն է Ադրբեջանի զիջումը, որն է, Նիկոլը չկարեցավ գետ մեկ պահանջ ասել, որը որ հայկական կողմից պահանջը բավարարվել է, որովհետև չկա դա, չկա, ոչ մի բան չկա։ Եվ հետո անմիջապես դրանից հետո, երբ որ էֆոյայի մեջ էին ընկել, ասում էին, տեսեք, արդեն խաղաղության թուղթ են ստացել, Ադրբեջանը հենց այդ օրը 8 նոր պահանջ ներկայացրեց հայկական կողմին։ Եվ հիմա այդ պահանջները, հերթական պահանջները ավելանում են, եւ ես կարծում եմ, որ սա այն ամենացցուն օրինակն է, որ չկա խաղաղության փաստաթուղթ, չկա խաղաղության դարաշրջան, Ադրբեջանը չի գնում այդ ճանապարհով եւ միտք էլ չունի անգամ, որ գնա այդ ճանապարհով եւ Ալիևը եւ նաեւ իշխող իր ուրեմն թե իշխող կուսակցության տարբեր ներկայացուցիչներ, թե գործադիր մարմնի ներկայացուցիչներ տարբեր հարթակներում ասում են, որ մենք Հայաստանից դեռ շատ ու շատ ստանալիք բաներ ունենք։ Եվ պարոն Դանիելյան, սրան գումարվում է գետնի վրա ուղիղ ճնշումը նաև զենքի միջոցով, հա, մենք տեսնում ենք, թե արդեն քանի օր է, 2 շաբաթից ստացվում է, թե ավելի է, Սյունիքի գյուղերը կրակի տակ են, թիրախում խաղաղ բնակիչներն են, իհարկե բարեբախտաբար տուժածներ չկան, բայց արդեն իշխանությունը էլ տեղ չուներ թաքցնելու, այսինքն մենք մի կողմից տեսնում ենք պահանջների ավելացում, մյուս կողմից տեսնում ենք հենց սպառնալիքի դրսևորում ուղղակի իրականացում։ Դե ճիշտ եք ասում, երբ որ մենք այդ հարցն էլ բարձրացրեցինք, ուրեմն հետեւյալ անհեթեթ մի պատասխանը հնչեց իշխանական թևի ներկայացուցիչների կողմից, որ դե մառախուղ է, այդ մառախուղին տենց լինում է, էլի որ կարակում են, ասենք
Ցնդաբանություն որ ծրեն մառախուղը։ Այսինքն ի՞նչ է նշանակում, ասենք ամեն մառախուղի ժամանակ ադրբեջանական կողմը պետք է հրադադարը խախտի, կամ այդ ինչ արդարացման մեթոդ է, ինչով եք արդարացնում Ադրբեջանին։ Մինչև էդ էլ Ադրբեջանն ասում էր, էլի սուտ տեղեկություններ տալ, իբր թե հայկական կողմը հրադադարի ռեժիմը խախտել է։ Օրկար 4-5 անգամ հայտարարություն են։ Ասում են եկեք հետաքննենք։ Նիկոլ Փաշինյանն ասում է եկեք հետա, բայց ի՞նչը հետաքննենք։ Բայց Ադրբեջանին Մինսկի խումբը միշտ էլ ուրեմն այդ առաջարկը ներկայացրել է, որ մեխանիզմներ ստեղծեն, միջազգային մեխանիզմներ ստեղծեն, որպեսզի պարզեն թե խախտումը որ կողմից է։ Ադրբեջանական կողմը հրաժարվել է դրանից։ Հիմա դու ինչ մեխանիզմներով ես դա ստուգելու։ Եթե դու գնում ես, դա ինչի համար ենք մենք անընդհատ դաս շեշտում։ Ասում ենք, որ եթե չկան երաշխավորներ, միջնորդներ, եթե չկա այդ կարգավորող, ուրեմն կոնֆլիկտը կարգավորող, ուրեմն մի միավոր, օրինակ հիմա որ Մինսկի խումբը ուզում են լուծարել, ինքը այն ֆորմատներ, որտեղ որ խնդիրներն ու խնդիրները կարգավորվում են եւ հակառակ կողմը, ադրբեջանական կողմի զսպում են այդ ամեն ինչի մեջ։ Հիմա չկա այդ մեխանիզմները, չկա այդ վերահսկողությունը, ադրբեջանական կողմը կարող է ցանկացած ժամի, ցանկացած օր սադրանքների գնա, ոնց որ արեց Արցախում, մեղքը գցելով Հայաստանի Հանրապետության իշխանությունների վրա։ Եվ սա էլ հետեւյալ օրինակն է, որ այդ անգամ եթե թղթի կտոր ունենաք, որի վրա սիրուն տարերով ինչ ուզում եք գրեք, դարաշրջան, խաչմերուկ, եսի ինչ առ ոչինչ է, որովհետև Ադրբեջանը չի գնում այդ ճանապարհով մեկ, չկան երաշխիքներ միջազգային երկուս եւ առավելապաշտական իր ձգտումները չի վերջանում դրանով։ Այսպես կոչված խաղաղության ձայները ամեն գիշեր այդ սահմանամերձ գյուղի բնակիչները, խնածախի օրինակ բնակիչները զգում են ու մարդիկ ուղղակի չեն հասկանում ինչ է կատարվում։ Ես ձեր տաղավար գալուց առաջ էլ ուրեմն տեղեկություններ ստացա եւ նաեւ փորձենք ճշտենք օրվա ընթացքում, որ նաեւ կրակոցներ են եղել Տավուշի ուղությամբ, այդ լուրը քիչ հետո ավելի կճշտենք, բայց համենայն դեպս ուզում եմ ասեմ, որ ադրբեջանական կողմը չի պատրաստվում գնալ այդ խաղաղության, դա ախր այդ ամեն ինչ այնքան ակնհայտ է, ես չեմ հասկանում։ Իրենք էլ գիտեն, իրենք էլ գիտեն այդ ամեն ինչը, բայց ինչի համար են մոլորության մեջ գցում մեր ժողովրդին, ինչի համար են խափում։ Դե մի բան պիտի ցույց տան 26-ին ընդառաջ։ Բայց ախր մեր հասարակությունը տեսնում է, չէ՞, ինքը հնարավորություն ունի այդ ադրբեջանական մամուլը կարդալու, հնարավորություն ունի ուրեմն նաև իր աչքով տեսնելու ինչա։ Վերջը նաև այդ Սյունիքում ապրող մեր հայրենակիցը, Տավուշում ապրող մեր հայրենակիցը տեսնում է, չէ՞ որ այդ մարդը խաղաղության չի պատրաստվում։ Բանակում այդ տարածքները, որ հանձնվեց Ադրբեջանին, այդտեղ ամրաշինական աշխատանքներ են կատարվում, եւ այդ ամրաշինական աշխատանքները չեն կատարվում էլի, որովհետեւ ես չգիտեմ ինչ անեն, ինչ խաղահարապարակներ չեն ստեղծում էլի։ Հեռանան, ոնց որ գշպետներ ասում, հիշում եք, սնունդը կվերջանա կգնա։ Այո, ոնց որ ջերմուկում ասում են դե կվերջանա կսովեն կգնան այդ տարածքներից, նույնն էլ հիմա, այսինքն Ադրբեջանը հետևողականորեն գնում է այդ ճանապարհով, իսկ մենք իշխանությունների մասնախոսքը գնում հասարակությունը հերթական անգամ մոլորեցնելու, սուտ ասելու, բայց ստի ժամանակը կարճ է այդ 40 օր։ Այ Գյումրին, պարոն Դանիելյան, երևի եկավ ապացուցելու, որ ի վերջո այդ մանիպուլյացիաները, կեղծիքները, սուտը, նաև սպառնալիքներն ու վարչական լծակների ամբողջ ուժով, ներգրավումը, ներդրումը չի ազդել մարդկանց կամքի վրա եւ իշխանությունը Գյումրիում ու Փարաքարում առավելապես, իսկ Գյումրիում այսպես ասենք, մասամբ միգուցե, քանի որ 50+ ամեն դեպքում ընդդիմադիր տեխնացուները չհավաքեցին, բայց միասին եթե հանրագումարը վերցնենք 50-ից ավել շուրջ 60+-ով է ԿՊ-ն պարտվել Գյումրիում։ Սա ինչ ցույց տվեց եւ հանրային տրամադրությունների եւ ներքաղաքական իմաստով առանձին գնացին, ընդդիմադիր տարբեր ուժեր եւ արդյունք ապահովվեց եւ նաեւ իշխանության ներսում եղած խնդիրների ու արդեն իրավիճակը չկառավարելու տեսանկյունից։ Նախ ես ուզում եմ մի հատ այդ ժամանակագրությունը նայենք, ինչ տեղի ունեցավ։ Սկզբից Բալասանյան դաշինքի հետ տեղի ունեցավ այդ ամեն ինչը, հայտնի դեպքերը, երբ որ ձերբակալեցին տղային, հետո դրանից հետո ուրեմն
այդ իրենց այդ կոալիցիան փլուզվեց մի քիչ առաջ էր դրանից եղել հետո այնուհետև իրենց մեջից փորձեցին տեխնացու գտնել եւ դնել Գյումրիում այդ էլ չեղավ որովհետեւ որ տեխնացուինը որ նայում է խայտարակ ցածր վարկանիշ փորձեցին չեզոք մեկին բերել, հետո պարտադրեցին, որ չեզոք մեկը դառնա ԿՊ, հետո իրեն դրեցին ժամանակավոր պաշտոնակատար ասելով, որ 30 օր հետո լինելու են ընտրություններ, արդարադատության նախարարն այնց ասել, այդ խոստումն էլ դրժեցին, հետո ամբողջ վարչական ռեսուրսը, պոակները, տարբեր ուրեմն գերատեսչությունները դրեցին, ուժայինները, ուրեմն ամբողջը դրվեց, ուրեմն Սարիկ Մինասյանի ուրեմն տակ, ասենց ասած, եւ ընթացքում էլ գիտենք, որ տարբեր նախարարներ, պաշտոնյաներ գրում են Գյումրի եւ ասում են, այս ճանապարհը կասֆալտապատենք, այս շենքը կկառուցենք, ստեղ այս կամուրջը կկառուցենք։ Տալիս էին խոստումներ, նախընտրական կաշառք։ Հա, այո, նախընտրական կաշառք են տալիս։ Բայց որ դից լավ սարքող էիք, բայց լավ շինարարներ էիք, բայց 7 տարվա մեջ 5 հատ շենք չեք սարքել։ Այդ մի քանի շենքն էլ որ սարքվել է Գյումրիում դա ուրեմն բարեգործական կազմակերպության միջոցով 5 շենք է կառուցվել իրենք դրա հետ կապ չունեն բախի չեք այդ շինարարությունը անում բախի չեք այդ շենքերը բախի չեք տնակներից ազատվում իդեպ էդ էլ իրենց նախընտրական խոստումը ԿՊ-ի նախընտրական խոստումն էր որ մեր կառավարման ժամանակահատվածում չի լինելու ոչ մի տնակ գնացեք մի հատ շենք կառուցվել է թե չէ էլի Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ այդ կառուցված 17000 բնակարանը որ կա, էտա, ոչ մի բան չի ավելացել։ Հիմա գալով նաև հենց նույն բուն ընտրական այդ օրը, ընտրության այդ օրը, ուրեմն ես նաև այդ օրը Գյումրիում էի, ուրեմն էլ նախարար չէր մնացել, էլ պաշտոնյա չէր մնացել Հայաստանում, որ ցուցակը թևի տակ խփած չգար Գյումրի։ Հատիկ նայել են տեսնեն հլա որ բնակավարում Գյումրու գրանցում կա մարզպետների միջոցով իրենց քաղաքապետների միջոցով տարբեր պաշտոնյաների չինովնիկների միջոցով այդ մարդկանց փորձել են բերել Գյումրի եւ նաեւ որոշակի նաեւ այդ առումով իրենց հաջողվել է դանել նաեւ Ջավախքից են բերել այդտեղ գրանցել տարբեր տեղերից են բերել Գյումրի գրանցել այդ քիչ էր մի հատ էլ այդ տարբեր ուրեմն ընտրատեղամասերում այդ լույսերի անջատելը վարչական ռեսուրսի լիուլի օգտագործելը այդ սոցիալական աջակցության կողի տակ Էդ էլ ընտրակաշառք, բա ինչ է։ Եվ ամենաաբսուրդը, որ այդ տարիքի կանանց բերման էին ենթարկել, ձերբակալել, ուղղակի դա զավեշտ Եվ ուրեմն նախընտրական այդ փուլի ժամանակ էլ ուրեմն տարբեր ընդդիմադիր գործիչների վրա այդ ճնշումների գործադրումը, տարբեր մարդկանց ձերբակալում։ Հայ մի գործ գտակ, մի բան կար, մի ինչ որ մի բան կար, մի հատ ցույց տվեք, մենք իմանանք ինչ կա։ 70-նանց տատիկը 75 տարեկան կնոջն էին բերել այնտեղ նաև աղջիկներ կային դեռահաս երիտասարդ որոնք որ քարոզարշավ էին անցկացնում այդ մարդկանց էին բերել այսինքն այս մարդիկ այդ ահաբեկումով նաև այդ ամեն ինչով սրանք իրենց ձայները չեն թող ոչ մեկ մոլորության մեջ չընկնի դա 15-20% ուրեմն վարչական ռեսուրսն է ընտրախախտումներին ԿՊ-ն Գյումրիում 10% ձայներ չունի եւ մի հետաքրքիր բան էլ փաստորեն կարող ենք արձանագրել Գյումրիում որ այդ թալանչի նախկինների թեզը գետնի վրա Գյումրիում չաշխատեց Չաշխատեց քիչ չի, նաև ես ձեզ մի բան էլ ասեմ։ Բազմաթիվ մամուլում էլ տեղեկություններ կային ընտրակաշառքի նոր ձևերի, որ նաև տարբեր ուրեմն բացի այդ սոցիալական աջակցության ծրագրերից նաև որոշակի խաղային ընկերություններ նաև ասում են, որ դրա տեսքով որոշակի գումարներ են նստացրել տարբեր մարդկանց ուրեմն խաղային միավորների տեսքով չէ ուրեմն խաղային ընկերություններ կան իշխանության այո որոնք որ նաև այդ մասն են ապահովել այդ էլ պետք է ստուգվի բայց նաև գալով այդ թեմային ասեմ որ Գյումրիում օրինակ նաև ձեր ասած այդ թեզը ջարդվեց որովհետև հավաքական ընդդիմադիր
ուժերը ցույց տվեցին, որ իրենք բավական վստահություն են վայելում գյումրեցիների մոտ, ժողովուրդը մեր նաև ես շփվելով գյումրեցիների հետ, որ արդեն հոգնել է այդ սև սպիտակ, նախկին ներկա, այս խոսույթից արդեն հոգնել է եւ սա շատ կարեւոր մի արձանագրում է Եվ նաև ուզում եմ ձեզ հիշեցնել, որ նաև հրապարակվել են Գյումրիում ծախսերը, ընտրական ծախսերը, թե ով ինչ ուրեմն վահանակների վրա, տարբեր fake էջերի վրա, մենք տեսնում ենք, որ ՔՊ-ն ինքը մենակ բոլորից ավելի շատ գումար է ծախսել, այսինքն ռեսուրսների գումարների առումով պակաս չի ունեցել քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը լիուլի ծախսվել է լիուլի որևէ մի ուրեմն վերահսկողություն չի եղել դե իրենք վերահսկողությունից դուրս են ինչ որ իրենց կարելի է ոչ մեկին չի կարելի նաև ճանապարհը կարան իրենք ասեն որ մենք անելու ենք տեսեկանք Սարիկին հարցրինք Սարիկ ասեց այս ճանապարհը պիտի Շիրակացի փողոցը պիտի ասֆալտապատի տկեն նախարարն է ասում իսկ ասենք էմի տեխնացուն չի կարա օրինակ Այսինքն եթե մի գնացել ասենք մի հատ շենքի մոտ ասել են հնարավոր է որ այստեղ հարթեցնենք մի հատ մեքենան ուղարկի հարթեցնի այսինքն այդ երկակի ստանդարտները որ կան եւ ասեմ որ սա շատ կարեւոր արձանագրում էր որ Գյումրիում արվեց մնում է որ այն հաղթանակը որ միասնական ընդդիմությունը տարել է դա միջև վերջ հասնի իր տրամաբանական ավարտին եթե այս ամեն ինչը չունենա տրամաբանական ավարտ եւ Գյումրիից արդեն process-ները չտեղափոխվեն Մայրաքաղաք Երևան, դա ես չեմ կարող արդեն համարել լիարժեք հաղթանակ։ Եվ դա կբերի հիասթափություն։ Իհարկե։ Այն քաղաքացիների, որոնք հույսեր ու ակնկալիքներ են։ Ես ուրեմն տարբեր ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց հետ եմ շփվում, որոնք այս կամ այն գործիչին են համակրում հավանում, բայց բոլորի մոտ կա այդ կարծիքը, որ մենք անպայման Գյումրիում պետք է գանք այդ կոմպրոմիսի եւ Գյումրին պետք է ունենա անդիմադիր քաղաքապետ Եվ պարզա դե Եվ ձեր կարծիքով այդ process-ը ինչու է ձգձգվում այստեղ ունենք արձանագրում ուժերը ընդդիմադիր գնացին առանձին մասնակցելու ընտրության այդ ճանապարհը ընտրվեց եւ յուրաքանչյուրը իր մասով արձանագրեց բավականաչափ այսպես ասենք տեսանելի արդյունք հիմա ինչպես ընդունված է առհասարակ քաղաքականության մեջ հետընտրական քննարկումների փուլն է, որը առողջ process է, պիտի տեղի ունենա եւ հետընտրական դաշինքների ձևավորումը, կոալիցիաների ձևավորումը դա ընդունված պրակտիկա է, այսինքն պարտադիր չի մեկ միավորով գնալ ընտրության, որպեսզի կարողանալ ինչ որ արդյունք գրանցել։ Հիմա այս փուլը ինչու է ձգձգվում, ինչու տեխնացուներից մեկը երրորդ առավելապես ձայներ ստացած տեխնացուն կարծես թե երկար է մտածում ու հանրության շրջանում արդեն տարբեր հիմնավոր կամ ոչ հիմնավոր օբյեկտիվ կամ սուբյեկտիվ կասկածներ ու հարցեր առնվազն առաջանում են Ուրեմն էլի գանք սկզբից որ ճիշտ լինի, էլի մենք մեր վերլուծությունը։ Տեսեք, ուրեմն բոլորին པարզ էր մոտավորապես այդ Ռասկլադը կներեք ռուսերեն բարի համար, բայց այս դասավորվածությունը որ կար բոլորին պարզ էր, որովհետև սոցիոլոգիական հարցումներն էին ցույց տալիս դա, ցույց են տալիս ճիշտ է ԿՊ-ն գնաց այդ ճանապարհով ինչի մասին որ մենք ասեցինք որ ինքը նաև այդ դրա հաշվին որոշակի առումով առաջ անցավ վարչական ռեսուրսների բայց գիտենք որ կամ Վարդան Ղուկասյանը պետք է լինի կամ առաջի կամ երկրորդ տեղում Այսինքն սցենարային պլանավորումը այն գլխից հնարավոր է ու պետք է Այո, այն գլխից գիտենք ինչ պետք է լինի, էլի, դե դա պարզ է ակնհայտ էր ու եղավ անակնկալներ չեղավ հանած այդ ուրեմն ընտրակեղծիքներն ու վարչական Դե դա էլ անակնկալ չի մեծ Այո, բայց ուզում եմ ասեմ, սա պետք է յուրաքանչյուր քաղաքական գործիչ մտնելով այդ ընտրապայքարի մեջ այդ ամեն ինչը պետք է հաշվարկի, որ դա լինելու։ Ըստ դրա էլ կառույցի ոչ թե վերջի օրով որոշվի, այլ մտածի, այլ դրանից առաջ պետքա նաև այդ ուրեմն դասավորվածությունը իմանա։ Հիմա եկել ենք հասել նրան, որ հաղթանակ ա եղել Գյումրիում
Գյումրիում, ես սա համարում շատ կարևոր արձանագրում։ Հիմա հետընտրական process-ներ են զարգանում։ Պարզ է, որ նաև տեխնացուներից յուրաքանչյուրը պետք է իր տեղն ու դիրքն էլ հասկանա, ես դա ըմբռնումով եմ մոտենում, բայց մեր հասարակությունը սպասում է արագ, ուրեմն այդ պայմանավորվածությունների ձեռքբերում, որովհետև քանի սա երկարում է, մարդկանց մոտ այդ հիասթափությունն ու հուսահատությունն էլ ավելանում եւ սրա վրա մենք շատ բան կարող ենք կառուցել Գյումրիում հաղթանակ ունենալու դեպքում։ Հակառակի դեպքում, եթե դա տեղի չունենա, ես հուսով եմ, որ կլինի այդ կոնսենսուսը։ Հակառակի դեպքում հերթական հիասթափությունն ա լինելու, հերթական ապաթիան ա լինելու եւ մարդիկ արդեն այն ընդդիմադիր հատվածը, որը որ հիմա էլ մտածում էր, որ լավ ընտրական process-ներով կարող է հասնել հաջողության, արդեն ինքը հիասթափվելու է եւ ես սրա հետևանքները շատ վատն են լինելու։ Եվ դրա համար սա ոչ միայն Գյումրու ընտրությունների հարցատիմ նշանակության խնդիր չի, սա արդեն համապետական նշանակություն ունի եւ այս հարցով տեխնացուները պետք շատ այն որ ասում է ժողովրդի նյարդերի հետ չխաղան եւ այդ որոշումը կայացնեն հնարավորինս արագ եւ այդ որոշումը կայացնելուց հետո արդեն Գյումրիում որ ձևավորվի նոր ընդդիմադիր իշխանություն, արդեն մտածեն նորից եմ կրկնում process-ները Գյումրի քաղաքից։ Կարծում եք այդ փուլը բաց թողնված չի այսքան զգզգումից հետո օրինակ տեսակետներ կան, որ այս լռությունը ինքնին խոսուն է, որովհետև երբ գետնի վրա կա իրական շանս անել քայլ, որը կզրկի ԿՊ-ին հանրապետության երկրորդ քաղաքում իշխանություն ունենալու հեռանկարից, որովհետև մենք տեսել ենք մյուս քաղաքների հենց թեկուզ Երևանի նախադեպը, թե ինչպես ԿՊ-ն կարողացավ զավթել քաղաքապետի աթոռը, այսինքն չօգտվել այդ շանսից, ձգձգել այդ շանսը, անկախ պատճառներից դրանք լինեն անձնական կոնֆլիկտ երկու տեխնացուների միջև, թե միգուցե քաղաքական հաշվարկներ լինեն, ամեն դեպքում այդ շանսը կա ու լայն հանրությունը, ընդդիմադիր հանրությունը սպասում է, որ պիտի այդ շանսը օգտագործի։ Ես համաձայն եմ ձեզ հետ, այդ շանսը պիտի օգտագործվի, շատ կարևոր է դա որ պիտի օգտագործվի եւ ես ամբողջությամբ համաձայն եմ ձեր հետ։ Ես կարող եմ մեր օրինակով ասել Սրբազան պայքարի շրջանակում, երբ որ Գիրանցում եւ ես եւ Սրբազան հայրը ընդունում ենք տարբեր քաղաքական գործիչների, կուսակցությունների, դրանց մեջ կային մարդիկ, որոնք որ իրենց հետ անձնական խնդիրներ եղել են շատ լուրջ տարաձայնություններ եւ այլ, մենք այդ ամեն ինչը դրել ենք մի կողմ, ասել ենք, որ սկսում ենք նոր էջից եւ այդ առումով կարծում եմ թե օրինակ ա եղել այն լայն կոնսոլիդացիան, որ տեղի ունեցավ այդ օրերի ընթացքում, շատ կարեւոր օրինակ է, այսինքն մենք պետք է վեր կանգնենք այդ ամեն ինչից, որովհետեւ շատ լուրջ մարտահրավերների առջև են կանգնած, գոյաբանական խնդիրների առջև են կանգնած, տեսնում ենք թշնամին ուրեմն սահմանին ամեն օր այս կրակոցները, այս լարվածությունը, այս աշխարհաքաղաքական այս process-ները, որ կատարվում են մեր շուրջ, Իրանի եւ այլ շատ մանրամասն չասեմ, եւ այս ամեն ինչի մեջ հետ վերադառնալ 20 տարի առաջ, 30 տարի առաջ, չգիտեմ, տեղի ունեցածը թեկուզ եւ դա անձնական, ես չեմ ուզում բանանեմ, կա անձնական խնդիրներ կարող են լինել եւ այլ, պետք է վեր կանգնել այդ ամեն ինչից, գնալ առաջ, որովհետև մենք ոչ ստանդարտ իրավիճակում են գտնվում եւ այդ ոչ ստանդարտ իրավիճակները մեզ պետքա դուրս գանք այս իրավիճակից, անձնային խնդիրներից դուրս գանք, Գյումրիում պետքա հաղթահարվեն այդ ամեն ինչը, խնդիրները, Գյումրին պետք է ունենա անդիմադիր ղեկավար, սա շատ կարևոր է։ Ինչ որ մարդիկ որ ասում են, դե ինչ կարևոր է, դե ինչ կարևոր է չմասնակցեիք, ինչի համար եք մասնակցում։ Դե ինչ կարևոր է այդ process-ներին գրեթե ամբողջ քաղաքական դաշտը մասնակցելը։ Իսկ կարևոր չէ, եք մասնակցում։ Ինչի համար եք մասնակցում։ Այդ կարևոր է, չէ՞, ամեն ինչն էլ կարևոր է, պետք չի դա թերագնահատել։ Հիմա եթե վաղը միսօր Գյումրիում ԿՊ-ն լինի իշխանության, դուք պատկերացնում եք մեր ժողովրդի ընդդիմադիր հատվածից ինչ կկատարվի։ 26 թվին էլ գնում են հերթական հիասթափ 26 թվին էսը հերուց չէ 26 թվականի ընտրություն եթե լինեն ընտրություններ հասնի 26 թվին
Բա ասելու են նույն սցենարը կարող է կրկնվի 26 թվականին։ Դուք Բայց տեսեք, Գյումրին ու Փարաքարը ամեն դեպքում ցույց տվեցին, որ եթե այս հանգուցալուծումը, որին սպասում է հանրությունը, լինի, նաև կոտրվեց այն միֆը, որ ընտրություններով հնարավոր չէ այս իշխանության դեմն առնել, իշխանազրկել ՔՊ-ին։ Մենք տեսանք էլի գետնի վրա, որ այդ վարչական մեքենան աշխատեց, բայց արդյունք չունեցան, առնվազն այն արդյունքը, որը իրենք ակնկալում ու ցանկանում էին։ Տեսեք, ես մի քիչ տարբերում եմ համապետական ընտրությունները թիմ ընտրություններից։ Այն առումով, որ համապետական ընտրությունները մի քիչ այլ մեխանիզմներ ա գործում, նմանություններ էլ կան, բայց տարբերություններ էլ կան։ Ես միշտ էլ եղել եմ այն կարծիքին, որ միջև ընտրական process-ները ամեն ինչ պետք է անես, որ այս իշխանություններին հեռացնես։ Առաջնայինը պետք է լինի դա։ Երբ որ գալիս է ընտրության ժամանակը, եթե դու քաղաքական ակտիվ գործունեություն ես ծավալում, կուսակցություն ես, դու չես կարող անմասը մնաս ընտրություններին։ Խոսքը դրա մասին է, նրա մասին չէ, որ միայն մենք միշտ մի քանի անգամ ձեր տաղավարում ասել են, Հայաստան դաշինքը միշտ ասել է, որ եւ իր օրինակով է ցույց տվել, ոչ միայն ասել, այլ օրինակով է ցույց։ Մեր ազնական օրինակով է եղել։ Ինչ որ մեկը չի նախաձեռնել, մենք գնացել ենք ասել աջակցում ենք։ Մենք ենք այդ նախաձեռնողը եղել, նախաձեռնողներից առնվազն մեկը եղել, եթե ոչ առյուծի բաժինը, ու ասել ենք, եթե այս process-ներով չլինի, գործընթացները եթե այս process-ներով հաջողության չհասնեն, վերջն արդյունքում, եթե անգամ մի կուսակցություն էլ չմասնակցի, երկուսը, երեքը, կան 20-25 կուսակցություն առնվազն, որոնք որ մասնակցելու են։ Դե ինչն են ասում, հայտ են ներկայացնելու։ ասում են 21 թվականի սցենարը կրկնվելու է նաև 26-ին, այ Նիկոլի հետ ինչու գնալ ընտրության։ Դե այստեղ այն մակարդակով ընտրությունները ցույց տվեցին, որ հնարավոր է, չէ, ինչ որ process գեներացնել, հասնել հաջողության։ Հնարավոր է process-ներ գեներացնել, հասնել հաջողության եւ ուրեմն փողոցային պայքարում եւ ընտրությունների ժամանակ։ Կարևորը դու ինչ ճանապարհով ես գնում, կարևորը դու այդ խնդիրները, որ քու առջև դնում ես, կարողանում ես հաղթահարել այդ խոչընդոտները, այդ խնդիրները, խոչընդոտներ միշտ էլ լինելու են, այս իշխանությունները հեշտ ու հանգիստ հեռացողը չեն, դա պետք է հաշվի առնեն։ Պետք է նաև հաշվի առնենք, մենք պետք է նաև ասենք, որ մեկ ուժի անելու գործնել չի սա, այդ էլ պետք է խոստովանենք, որ սա այն մարտահրավերները, որ մեր առջև կանգնել են, մի ուժ չի կարող այդ խնդիրները հաղթահարի, եւ հիմա այդ միասնությունը անհրաժեշտ է, որպեսզի նաև մենք կարողանանք 26 թվականին, եթե հասնի 26 թվականը, կարողանանք, ես հուսով եմ, որ Նիկոլ Փաշինյանի առավելագույնը դա 26 թիվն է, առավելագույնը 26 թիվն է, որովհետև թե հասարակության հետ շփվելով, թե տարբեր խմբերի, ուրեմն իրենք են ինչ խոստովանում, իրենց падգամավորներ չէ ասել։ Այո, Վիլեն Գաբրիելյանը։ Այո, եւ իմիջիալոց հենց դրա համար ինքը պատժվեց, զրկվեց մանդատից։ Իրենք էլ գիտեն, որ իրենց վարկանիշը ինչ է։ Իրենք էլ հասկանում են, որ արդեն չեն կարողանում, որովհետև այդ խաբելուն էլ չափ կա։ Իրենք այդ ամեն ինչի չափը անցել են եւ իրենք շատ լավ են հասկանում։ Ներսում ցայտնոտ է ձեր կարծիքով, պարոն Դանիելյան, որովհետեւ թվում է թե իրենք այսպես կուր են, փորձում են ներկայացնել դե ժողովրդավարություն էր, այո, այսպես էլ է լինում, երբ մեկնաբանում են թիմ ընտրությունների արդյունքները, բայց հասկանալի է, որ այսպես սառը ցնցուղ էր նրանց համար։ Տեսեք, Հովիկ Աղազարյանի, մեկ է Հակոբ Ասլանյանը, երբ որ արդեն հայտնի պատճառներով դուրս եկան, դա ես ամիսներ առաջ ասում եմ, որ իրենց մեջ լուրջ տարաձայնություններ, խնդիրներ կան, դա ընդհանուր թշնամական տրամադրված մի քանի խմբեր կան, թևեր կան։ Փաշինյանը հիշում եք, ուզում էր կտրել ժամանակին, սպառնում էր կտրել։ Այո, այդ խնդիրները այս ամիսների ընթացքում շատ ավելի խորացել են։ Իրենց մի բան է պահում։ Նիկոլ Փաշինյանը իր թիմին միշտ ասում է, եթե ես չլինեմ իշխանության, դուք բոլորդ իմ ճակատագրին եք արժանանալու, այսինքն սա միշտ ասում է, որ չկամ ես, չկաք դուք։ Բայց սա ես միշտ ասել եմ, որ նաև ընդդիմությունը ինքը
պետքա հենց անի, որ բոլորին, ասենք մեկ արշիլով չչափի, որովհետև սա նուրբ խնդիր է, դու մենք որպես ընդդիմություն մենք պիտի կարողանանք նաև ճիշտ աշխատանք տանել, սա շատ կարևոր է։ Եթե ուրեմն առաջիկայում ես կարծում եմ նաև process-ներ կլինեն եւ այս process-ների կոնտեքստում շատ կարևոր է նաև որպեսզի ԿՊՆ-ում այդ process-ները լինեն, որովհետեւ արդեն իսկ այն ամեն ինչը որ կա կուտակվել է եւ պայթելու շեմին է, իրանք որոշակի առումով փորձում են կոսմետիկ բաներ անել, բայց ԿՊԱ-կան շարքային ԿՊԱ-կաններից, հա, ի վերջո պահի լրջությունը իրենց պատասխանատվության բերը գիտակցելու առումով ակնկալիք կա, որ ձեր նշած process-ների դեպքում գուցե առանձին ԿՊԱ-կաններ կամ նրանց մի մասը ի վերջո հասկանա, թե Նիկոլ Փաշինյանը հավաքական իմաստով իրենց ինչի տակ է դնում հանցակցության։ Հասկանալը կարծում եմ, որ որոշակի շերտերի մոտ կա այդ հասկանալու պահը։ Խնդիրը հաղթահարել, խնդիրը այդ ամեն ինչ այդ վախերը հաղթահարելու մեջ է, որովհետև Նիկոլ Փաշինյանը ինչի համար Հովիկ Աղազարյանին այս ճամփեքով տարավ, որ մյուսների համար դաս լինի, ասենք, որ ոչ մեկ իր կարծիքին դեմ չարտահայտվի, նաև իր ԿՊ խմբակցության ներսում ինքը որ ժողովներ են անում, բան են անում, դե մեզ էլ է նաև ինֆորմացիա հասնում, որ ոչ մեկ չի համարձակվում իրեն առարկի, շատ քչերն են, այդ քչերն էլ արժանանում են տխուր ճակատագրի, բայց դրանով դու չես կարա խնդիրներն ու խնդիրները անընդհատ շրջանցես, ասենք դա կուտակվում է, չէ, անգամ այդ ավտորիտար մեթոդները կիրառելուց դու որոշակի առումով լրացնում ես ձայները, բայց դա կուտակվում է, մի օր պայթում է եւ նաեւ իրենց ներսում հասկանում են, որ արդեն ժողովրդի վստահությունը չունի Նիկոլ Փաշինյանը եւ իրենք էլ իրենց մեջ վերջը զարթնում է այդ ուսապարկ չլինելու բանը, չէ՞։ Հուսանք, դուք լավատես եք, ես անկեղծ ասած ձեր կարծիքը չեմ կիսում, որովհետև Արցախում էթնիկ զտումից հետո էլ ինչ մնալ այդ կուսակցության հետ ու կրել այդ պատասխանատվությունը, բայց թողնենք իրենց խղճին, նաև այս խնդիրն էլ ներսում սոցիալական ոլորտից սկսած հարկային բեռի բարձրացում, մենք տեսնում ենք ամեն օր ոստիկանական պարեկների տերոր բառացիորեն երեք այդ խայտառակ տեսանյութը տեսանք, թե ինչպես էին վարվում քաղաքացու հետ, դուք ահազանգել էիք նույնիսկ մանրավաճառների հետ, թե ինչպես են վարվում փողոցում խաղալիք փուչիկ վաճառող, այսինքն մենք նաև այս դժգոհությունը, եթե փորձենք այսպես ձևակերպել, ստացվում է Նիկոլ Փաշինյանի խոստացած ճակերտավոր ապագան հասել է մոտենում է յուրաքանչյուրին ու յուրաքանչյուր շերտ իր մաշկի վրա զգում է այդ ապագան։ Այո, ես այդ թեման, որ ասեցիք, ուրեմն նայեք, տեսեք, մարդկանց ուրեմն վերաբերվում են այն որ ասում են վարչապետ են, չգիտեմ ինչ են, այդ մարդիկ իրավունք ունեն ոտքով դուռը բացել, կառավարության շենքը իրենց համար բաց է։ Մարդիկ են, որոնք որ երկու անգամ են Նիկոլ Փաշինյանին ընտրել։ Մարդիկ են, որոնք որ ուրեմն ժամանակին աջակցել են Նիկոլ Փաշինյանին, բայց այսօր տեսնում են, որ այն ում որ հավատացել են, այդ մարդը ամենաբիրտ ուժն է կիրառում իրենց ծեծում, նվաստացնում, մարդկանց խոշտանգում, նենց բաներ են պատմում, որ ձեր տաղավարից ես չեմ էլ կարող ասել, ինչ ձև են վերաբերվում։ Եվ սա մոտեցումն է հասարակ մարդու, հայ մարդու, որը որ իր հանապազորյա հացն է վաստակում, որը որ, չգիտեմ, ինչ որ առողջական խնդիրներից ելնելով հնարավորություն չունի այլ գործ անելու, օրինակ ձեր ասած այդ փուչիկ վաճառողները։ Այլ աշխատանք։ Այսինքն մարդը չի որում աշխատում։ Մարդը եւ այս իրավիճակում որ հայտարարակ իրավիճակ է, ուժային կառույցները փոխանակ ուրեմն հսկեն թե այդ գողությունները, ասենք, որ վերահսկեն այս կրիմինալ այս խայտարակ վիճակը, այս թալանը, այս ամեն օր սպանություններ, այո, անգամ մենք տեսնում ենք նաև դպրոցներում կրթական տարբեր ինստիտուտներում բանում, այս ինչ է կատարվում, խայտարակ մի վիճակ։ Երեք ինձ ահազանգեցին, որ արդեն վրացիները չեն ուզում գան Հայաստան, որովհետև իրենց պետհամարանիշները գողանում են։
վրացական պետհամարանիշները գողանում են եւ գումարի դիմաց այդ Telegram բաներով վաճառում են կախված ուրեմն մեքենայի արժեքից տարբեր գներ են շրջանում, այսինքն մենք դարձել ենք մի երկիր, որտեղ որ ապահով չի, որտեղ որ ասենք հարևան երկրի քաղաքացին չի կարող օրինակ շաբաթ-կիրակի օրը գա հանգիստ իր մեքենան կանգնացնի, իր ընտանիքի հետ իր հանգիստը վայելի, եւ սա պատվի հարց է, խնդիր է սա։ Ասենք ես իմ օրինակով եմ ասում, բաներ չի, բայց ամեն դեպս իմ անձնական մեքենան 6 անգամ թալանել են եւ չկան այդ գողերը հանցագործները չկան ոչ միայն իմ նաեւ տարբեր մարդիկ ինձ որ ամբողջ քաղաքը տեսախցիկներով որ ամբողջ քաղաքը տեսախցիկներ է հենց որ պետք է մի ընդդիմադիր գործիչի տեսնեն որ պատժես դա մտել կիմանան բայց գողերի հանցագործների թալանչիների չկա ոչ մի որովհետեւ համակարգը մեկ անձի շահն է սպասարկում նրա անվտանգությանն է ծառայում այո կամ նույն այդ վերջերս նաև ձեր ասած տեսանյութում քաղաքացուն ինչ բռնության են ենթարկում միանգամից 5-6 հոգի գետնին տապալելով ուժ կիրառելով նույնիսկ եթե հայհոյել է ունի բարեկը նման կերպ վարվելու իրավունք իհարկե ոչ դու պետք է եթե օրենքի խախտում կատարել դու պետք է կարողանաս այնպես կազմակերպես այդ գործընթացը որ մարդուն մարմնական վնասվածքներ են հասնում ձեռք ու ոտք են ջարդում բացի դրանից առաջ էլ մեր արցախցի ուրեմն այդ երիտասարդի հետ կապված որ վանաձորում ծեծել էին թքել էին այդ երիտասարդի վրա խոշտանգել էին այդ երիտասարդին եւ աղմուկից հետո նոր ինչ որ գործ են բանալ դա հայտնի չի ինչ կա ամեն ինչ պարոն Դանիելյան ցույց չի տալիս որ այդ թողտվությունը ամենավերևից է ու սա հատուկ է արվում որ մյուսների համար դաս լինի այն մարդկանց համար որոնք Facebook-ում տեսնում էին այդ տեսանյութը թե ինչպես են մեքենայից քարշ տալիս ու գետնին տապալում քաղաքացուն, որ իրենց համար դաս լինի, հանկարծ թթու խոսք չասեն Փաշինյանի մեքենաների Շարասյանը, որը փակել էր ճանապարհը, այսինքն սա հանրությանը տերորի մեջ պահելու կոնկրետ փաստորեն քայլ է։ Այո, մեր հայրենակիցները պետք է ժամերով սպասեն, որ ամբողջ քաղաքը կանգնի, որի շարաշունը անցնի։ Մարդկանց նյարդերը տեղի են տալիս։ Ես էլ որպես արդեն ահաբեկված են, վախենում են դրա հետևանքներից։ Ես էլ որպես վարորդ ամեն անգամ երբ որ ուրեմն կես ժամով 40 րոպեով կանգնում եմ միջև այդ շարասյունը անցնի, ես տեսնում եմ մեր քաղաքացիների վերաբերմունքը, ասենք այդ ազդանշաններով են ուրեմն իրենց անհամաձայնությունը տեսել ենք հղի կնոջ այսինքն մարդիկ անգամ հետևանքից են վախենում հիմա ձեր այդ ասածը սրա մասին է որ որևէ մեկը չհամարցակվի անհամաձայնություն հայտնել կարժանանա այն վարորդի ճակատագրին սա պետք է բոլորի դասը լինի մենք կարանք ուրեմն իր ախրանան կարա հղի կնոջը գցի մեքենայի տակ իր ախրանան կարա ուրեմն փակի ամբողջ ուրեմն ազգային ժողովի շենքը եւ որևէ մի շարժ չլինի անգամ չգիտեմ ազգային ժողովի ուրեմն դահլիճում 10 հատ ախրանիկ է նստում թիկնապահ երբևէ չտեսնված բան է տեսնված բան է այդքան ասենք չգիտեմ դիպուկահարներ տարբեր տեղեր այսքան չգիտեմ ոստիկաններ որտեղ գնում է հետը հարավոր ոստիկաններ է տանում այսինքն սա միջև երբ պետք է օրինակ դու այլոց ազատ տեղաշարժելու իրավունքի վրա ասես տենց կոպիտ ձևով ներգործություն անես վերջը կան անհետաձգելի օրինակ ես անցած անգամ տեսնում եմ երբ որ մարդիկ օրինակ շտապում են հիվանդանոց խնդիր ունեն խնդրեմ են բայց չպետք է սպասեն որ մարդամեկը բան անի անցնի սա խայտարակությունը էլի իր խոստումների չկատարում է այն ժամանակ ինչ էր ասում էր մենք պետք է գնանք կարմիր ուրեմն լույսի տակ կանգնենք որ մեր քաղաքացիները չպետք է նեղություն պատճառեն եւ այլ ամեն օր նեղություն է պատճառում ադավատապետությունն էր վերացնում այո ու տեսնում եք երբ որ օրինակ գնում է մարզերա գնում մարդամեկը ինչա կատարվում այդ ուրեմն մայրուղիներում ամեն մետրի վրա մի հատ ոստիկան են կանգնացնում ամեն մետրի վրա ավելացնեմ աբսուրդը հասել է այն աշճանի որ անգամ փրկարարծառայության աշխատակիցներին ուրեմն հանում են կանգնեցնում են
ճանապարհի եզրին, որ պատվի առնեն։ Հայտարարություն։ Այսինքն փրկարար ծառայության աշխատողին այդ տղա դու ինչի համար ես իր գործից հանում, բերում ճանապարհին կանգնացնում, որ ինչ քեզ պատվի առ, ինչ ես դու հաճույք ես ստանում դրանից։ Մարդ իր պարտականությունները չկատարի, կամ հրշեջին բերում ես կանգնացնում ես ճանապարհին, որ քեզ պատվի առնի, որ ինչ։ Այսինքն մարդը երևի ինչ որ խնդիրներ ունի, էլի, ես տենց եմ հասկանում։ Երբ չի կարողանում որպես ղեկավար իրացնել իրեն, որովհետև ձախողումների շղթան շարունակվում է եւ արտաքին հարթությունում, եւ ներքին, եւ տնտեսական ցանկացած ոլորտ, որը վերցնենք որպես օրինակ, դիտարկենք, այնտեղ չենք տեսնի առաջընթաց, միայն ձախողումներ, գնում։ Դե իհարկե, ես վերջում ասում ենք, այսքան խոսում եք բյուջեում գումար, միջև այդ ասում ենք բյուջեում գումար կա, մենք խնդիր չունենք, թոշակառուների հարցում էլ, դա էլ անվտանգային չի։ Թոշակառուների հարցով, ասում ենք, բա 35-40 հազար դրամով, թոշակառուն ոնց ապրի։ Դե ապրեք, դու 35-40 հազար դրամով կապրեք, ասում եմ, դե դա բան է, պոպուլիզմ է։ Ասում եք, ձեր ծրագրում է գրած, դուք եք այս ծրագրում գրել։ Սպառողական զամբյուղը մարդը չի կարողանում իր տեղավորվի դրա մեջ։ Ինչի մասն է խոսքը։ Հիմա ոչ թոշակառուին կարողանում եք թոշակը տակ, ուրեմն գույքահարկը բարձրացնում եք, ուրեմն աղբահանության վճարը բարձրացնում եք, տրանսպորտի վճարը բարձրացնում եք, ամեն ինչ բարձրացնում եք, բայց մարդը ոնց ապրի։ Դրա համար դեպքեր են տեղի ունենում, երբ որ տարեց մարդիկ ձմեռը ցրտահարությունից մահանում են, չկարողանալով կոմունալ վճարները տան։ Դրա համար մարդիկ այսօր չեն կարողանում տարական իրենց դեղորայք առնեն։ Դեղորայք չէ։ Ես բազմաթիվ ուրեմն դամակներ եմ ստանում, երբ որ մարդիկ չեն կարողանում դեղորայք առնեն իրենց։ Այդ օրվա խմելու դեղը չեն կարողանում առնել։ Բայց դա երջանիկ երկիրը, ապագան, որ կարող։ Հիմա էլ սաղ բրծել են, մեկ էլ անցել են արցախցիներին, մարդիկ ուրեմն ես նաև կուզեմ երկուն բառել այդ մարդկանց խնդիրներից խոսալ։ Ուրեմն երեք էլի հանդիպել եմ արցախցիների հետ օպերայի բակում, գիտեք որ վրանკայև նստածույցը շարունակվում է եւ ես տեսնում եմ այդ մարդկանց ուղղակի չգիտեմ էլի մի շատ ազդեցիկ մի իրավիճակ էր ստեղծվել, երբ որ արդեն մարդկանց հերթով զանգահարում են եւ ասում են, որ ազատեք բնակարանները։ Մարդիկ այդ գումարով ընդամենը այդ տան վարձերն են կարողանում հասնել մի հաց ուտելով, այնինչ որ ասում եմ ցամաք հաց ուտելով։ Անապազորը այդ էլ հարց է, ուտում են թե ոչ։ Հա։ Հիմա դու այս մարդկանց զրկել ես տաներից, հայրենիքից, օջախից, ամեն ինչից, հիմա էլ ասում ես, չէ, այդ 40,000 դրամն էլ քեզ չի հասնում։ Գնա փողոցում մնա։ Բայց դու քու տան վրա $5,000 օրը փող ես ծախսում։ $5,000 քու ծախսերի, տան ծախսերի գումարը միայն ամեն օր, քու դաչայի ամեն օր $5,000 է։ Կառավարական առանձնատան պահպանման ծախսեր։ Այդ մենակ իրանց ծախսերի, էլ չեմ ասում, մնացած ծախսերը չեմ ասում։ Հաճույքները, ճամփորդությունները։ Այդ որ 1 միլիոն ծախսել են տունը, չգիտեմ, բան անելու, վերանորոգելու, եսիմ ինչ անելու։ Այսինքն դու ուրեմն կարաս այդ հաճույքներից դու կարաք օգտվեք, դու կարաք ուրեմն վոյաժներ անեք։ Ոնց դուք ասում եք մի բան, որ վերից վար է։ Փաշինյանի ընտանիքից մինչև օրինակ Տիգրան Ավինյանի թանկարժեք տոմսը, որի գումարը իհարկե փոխհատուցեց, այդպես նշեցին, բայց էական չէ, դա ցույց է տալիս, թե ինչ շռայլություններ են նրանք։ Այդ փոխհատուցումը ինձ հետաքրքիր ոնց են անում։ Որտե՞ց է այդ փոխհատուցումը։ Հարց է, այո, օդում կախված։ Այդ սկսում է սաղի զոնքաշները սկսում են հարստանալ, սկսում են դղյակներ առնել, փոշեկուլու հերոստացույց ապարիկով առնողները մեկ է տեսնում ես, չգիտեմ, մի կլորիկ գումարով կես միլիոն, 1 միլիոն զրահապատ մեքենաներով են շրջում դոլարանոց, այսինքն դուք դες կարաք այդ ամեն ինչը թույլ տաք, դուք կարաք sense շռայլեք Snoop Dogg-ի վրա 6-7 միլիոն ծախսեք չգայլսկի ու տենց էլի շատ տենց հեծան Վարշավ, ես թվերը հանել է գժվելու թվեր Այսինքն ինչքան այլ գումարներ գնում իր մի հատ հեծանիվով շրջելով մի քանի միլիոն դրամ։ Դե էլ վատնումը ոնց է լինում։ Այսինքն դու քեզ չես խնայում, քեզնից չես խնայում։
Խնայում ես այն մարդկանց, որոնք որ էթնիկ զտման ցեղասպանության են ենթարկվել, բռնի տեղահանվել են, այս հայրենիքը մեն իրանց ասում եք հյուր եք դուք ստեղ։ Ընդ որում քո քաղաքականության հետևանք։ Այո։ Ամենակարևորը։ Այո։ Շնորհակալ եմ, պարոն Դանիելյան, զրույցի համար, հարցազրույցին սպասեք վաղը։